Ամեն Աստված օրհնի սիրելիներս։ Փառք Հիսուսին։ Գիտեք, այն ինչից որ խոսալու եմ, նոր բանի չեմ խոսալու եմ էլի Աստվածաշնչից, խոսալու եմ էլի Հիսուսից, եղել է չէ որ գնացել եք տուն կամ ուզեցել եք հիշեք ինչից էր այսօրվա քարոզը, հենց առաջի բանը Հիսուսից։ Էլի Հիսուսից ենք խոսալու, էլի Աստծո խոսքից ենք խոսալու, ամեն, բայց խոսալու ենք մի յուրահատուկ կողմից, մի յուրահատուկ հայտնությունով եւ զորությունից, ամեն, որն Աստծո խոսքը ամեն անգամ թարմանանայի համար պատրաստ է մեր քաղցը, մեր ծառավը լրացնելու։ Ամեն սիրելիներս։ Ես վերնագրել եմ այսօրվա ուղերձը քարոզը այսպես. Հորդանանդ քեզ է սպասում։ Ցամաքեցրա։ Եթե մենակ տնենք վերնագիրը Հորդանանդ քեզ է սպասում, կարող է մի քիչ լավ չհնչեր վերջաբանը, որովհետև մենք գիտենք, որ Հորդանանը դա ջրեր են, Հորդանանը դա խնդիրներ են, Հորդանանը դա պրոբլեմներ են, ու երբ որ ասենք պրոբլեմները քեզ են սպասում, կարող է մտածես միշտ է սպասում են, այդ երբ չեն սպասել, որ Հիսուսն էլ անգամ ասեց, որ խնդիրներ կունենաք երկրի վրա, չասեց, որ հենց եկաք ինձ հետևեցիք, ձեր խնդիրները կանհետանան, մեկ մատի շարժումով, չկա այդպիսի բան սիրելիներս։ Խնդիրներ կան, կլինեն, քանի դու երկրի վրա ես ապրում, քանի դու շոշափում ես, որ դու կենտանի ես, ամեն խնդիրներ կլինեն։ Ու այդպիսի բան էլ չկա կամ ուսումնական հաստատություն, որ սովորես ինչպես այդ ամեն ինչը մի անգամից լուծես, որ իմունիտետ ձեռք բերես, այլ խնդիր չկա քո կյանքիդ վրա։ Չկա այդպիսի բան։ Խնդիրները կգան, ու այդ խնդիրները եթե ճիշտ ընկալենք, դա հնարավորություններ է նաև։ Հնարավորությունները առաջ գնալու, հնարավորություններ են ճեղքելու, հնարավորությունները հասունանալու, հաղթանակ տանելու։ Բայց ցամաքեցրա Հորդանանը։ Սիրելիս եւ հիմնատեքստը վերցրել եմ Հեսուի գրքից, արեք բացենք Հեսու 3-րդ գլուխը եւ 15-րդ համարից կկարտանք։ Հեսու 3:15 Եվ հենց որ տապանակը վերառնողները մինչև Հորդանանը հասան, եւ տապանակը վերառնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մեջ մխվեցան, որովհետև հունցքի բոլոր ժամանակը Հորդանանը լիքն է լինում իր բոլոր եզերքների վրա։ Այն ժամանակ վերևից նիճող ջրերը կանգնեցին եւ Սարտանի մոտ եղող Ադամ քաղաքիցը շատ հեռու մի կարկառույտի պես բարձրացավ եւ դաշտի ծովը, այսինքն աղի ծովը իջնող ջրերը վերջացան, կդրվեցան եւ ժողովուրդը Երիկովի դեմ անցկացավ եւ Տիրոջ ուխտի տապանակը վերառնող քահանաները Հորդանանի մեջ ցամաքի վրա հաստատ կանգնեցին եւ բոլոր Իսրայելը ցամաքով անցկացավ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Հորդանանով անցնելը վերջացրեց։ Տեսեք մի պատմություն, երբ որ Իսրայել ազգը 430, մոտավորապես 430 տարի գերությունից հետո Եգիպտոսից դուրս է եկել, անցել է Կարմիր ծովը, անցել է դժվարություններ, անցել է խնդիրներ, որոշ հաշվարկներով 680,000 մարդ, որոշ հաշվարկներով մոտավորապես մի քանի միլիոն հասել են Հորդանանի մոտ։ Ու մտածելով, որ անցանք Կարմիր ծովը, անցանք Փարավոնի զորքերը, անցանք ամեն դժվարություններ, ում հետ է եղել է, որ խնդիրները ճեղքել ես, անցել ես, այնօր ասում է, վերջ ասել ես, հիմա հանգիստ շունչ կքաշեմ, կվայելեմ արդեն ես խաղաղությունը, հանգստությունը մեկ էլ, հոպ, էլի մի հատ խնդիր, չգիտես ուրդեղից բուսնեց, բոլորիս հետ էլ պատահել է, չէ՞։ Ու այստեղ Հորդանանը եկան հասան Հորդանանի մոտ ու Հորդանանի ջրերը հագարակի պես այդ պահին, քանի որ հունցքի ժամանակներ էր, բարձրացել էր։ Ու Հեսուն էր առաջնորդում այդ ամբողջ ժողովրդին, ու գիտեք,
Այստեղ որոշման հարց էր մնացել։ Եթե անցել ենք Կարմիր ծովը, եթե Աստված մեզ անցրել է Եգիպտոսից, եթե անցրել է Փարավոնի զորքերից, եթե անցրել է ամեն խնդիրներից, հասել ենք Հորդանանի մոտ, մի տեպ մնանք Հորդանանի մոտ։ Բայց Աստված իրանց ինչ ասեց։ Ասեց, լսեք, այս պարզապես ջուր չէ ձեզ համար, այս սահման է։ Հորդանանը սահման է անցյալի ու խոստումի համար։ Ուզում ես մտնել խոստումիդ մեջ, սահմանը անցիր։ Ուզում ես մնաս անցյալիդ մեջ, մնա այստեղ, վախեցիր ջրերից, վախեցիր հորդանաններից։ Ումանավանդ հենց հորդանանը գտնվում էր Երիկովի դիմացը։ Ումանավանդ Երիկովը ամենալավ պարսպապատ քաղաքն էր, որից որ վախենում են տարածաշրջանի քաղաքները, պետությունները։ Գիտեք, սա հնարավորություն էր, Աստված նրանց հենց ուղղորդեց հավատքի քայլ անելու, հավատքը գործադրելու։ Եթե ուզում ես մտնես խոստումիդ մեջ, եթե ուզում ես անցնես այն դժվարությունն ու նեղությունը, որ այսօր կանգնած է քո առաջը սահմանի նման, պետք է ոտք տնես։ Ճիշտ է, մենք տեսնում ենք, որ հնարավոր է քահանաները այնտեղ մինչև Հորդանանը հասնելը աղոթքի մեջ էին, ենթադրենք աղերսում էին Աստծուն, ինչ որ բանով խնդրում են Աստված ճանապարհ ցույց տուր, բայց այդ process-ը չէր երևում, թե ինչ էր սկսվել հոգևոր կյանքում, հոգևոր աշխարհի մեջ, բայց հրաշքը եղավ այն ժամանակ, երբ որ նրանք իրենց ոտքերը դրեցին ոչ թե ցամաքի վրա, այլ ջրի մեջ։ Սիրելիս, ոտքը դնել ջրի մեջ կնշանակե, որ դու որոշում ես կայացրել հադել այդ սահմանը, որը քեզ երկար ժամանակ պահել է անցյալի մեջ։ Սիրելի հավատացյալ, սիրելի քույրս, Հորդանանը քեզի կսպասե։ Միշտ կա մարդու կյանքում հորդանաններ։ Կարող է մեկի կյանքում հորդանանը իրականում լինի ճշմարիտ ապաշխարությունը, որը երկար ժամանակ նա չի վերապրել։ Կարող է մեկի համար հորդանանը լինի ինչ որ մեկից ներողություն խնդրելը, որ իրան պահում է միշտ անցյալի մեջ, միշտ պահում է կաբանքների մեջ, միշտ պահում է օրհնությունից ու խոստմունքից ետ։ Մեկի համար հորդանանը կարող է լինել ինչ որ մեկի աղոթքի կյանքի վերականգնելը, ինչ որ մեկի խնդիրը։ Գիտեք, հորդանանները մեր կյանքի մեջ տարբեր են, բայց լուծումը մեկն է։ Բայց լուծումը սիրելիս մեկն է, ոտքը դիր, քայլ արա, որ անցնես։ Մինչև քայլ չանես, Աստված մնացածը չի կարկառույտի վերածելու։ Ասում է, ոտքը դրեցին քահանաները ջրի մեջ, ու ասում է, ջրերը միանգամից կանգնեցին։ Ջրերը երբ կկանգնեն, երբ որ ես ու դու համարձակ քայլեր անենք։ Երբ որ ես ու դու համարձակ որոշումներ կայացնենք, որ մենք մեր կյանքը հոգևոր դաշտի մեջ պետք է լայնացնենք, պետք է մենք մտնենք այդ ծառայությունների մեջ, պետք է մենք որոշումով գանք Աստծու առաջ ու ասենք Աստված իմ, ցույց տու որտեղ եմ ես կանգնած մնացել, ինչն է եղել իմ վախս, ինչն է իմ խնդիրս, որի համար որ չեմ կարող ամեն անգամ, ամեն օր մտնել։ Սիրելիս, մի օր գալու է այդ օրը։ Լավ կլինի այսօր լինի այդ օրը, երբ մենք որոշում մեր մտքի մեջ հաստատենք, որ ես կտնեմ ոտքս, հերիք եղավ։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ շատ անգամ մենք տեղեր ենք կարդում, որ գրած է Աստված դռներ կբացե։ Հայտնության գրքի մեջ է գրած Աստված դռներ կբացե մարդկանց համար, ովքեր որ հավատարիմ են, ովքեր որ խոնարհ են։ Գիտեք, դռներ բացելը մի այլ բան է, բայց դռնից անցնելը մի այլ բան է։ Աստված դռներ բացող Աստված է, բայց մեզնից է կախված, թե մենք կմտնենք այդ դռնից ներս, թե կմնանք դռան դեմ կանգնած։ Մեզանից է կախված, մենք քայլ կանենք, որ մի աստիճան առաջ գնանք, թե մնանք նույն տեղում բավարարվելով նույն իրավիճակի մեջ։ Սիրելիս, եթե երկար ժամանակ է մենք Աստծո ձայնը չենք լսում ու հարմարվել ենք դրա մեջ, որ հատ է, նորմալ է, երևի ժամանակներից է, երևի չգիտեմ ինչից է ու պատճառներ ենք բռնում, գիտեք, պետք է մենք մեզ նայենք։ Երբ որ հեռախոսով ես խոսում, չէ, ինչ որ մարդու հետ ու ձենը լավ չի գալիս, չէ, մենք ասում ենք կդրտում է ձենը, ինչ ես անում, ամեն առաջին ասում ես լավ անջատի ես քեզ հետ կզանգեմ, չէ, կամ մի հատ է փորձեմ։
Բայց մի հատ էլ ես փորձում էլի նույն ձևի կդրտում է ցեն ու լավ չի գալիս, ինչ ես անում, տեղը դես փոխում։ Տեղը փոխե։ Գուցե մի տեղ ես կանգնել, որտեղ որ Աստծուցեն է լավ չի գալիս, մտածում ես թե կաբերից է, կաբերից չէ, տեղը փոխե։ Տեղից դե արդեն։ Հարմարվել ես Հորդանանի այս կողմը, ջրերի ցենից չես լսում շատ բաներ։ Ու Աստված խոսում է, ու դու հարմարվել ես, որ չպետք է լսես։ Ու մենք հարմարվել ենք, որ այո, պետք է կանք, նստենք, գնանք, այս ամեն ինչը մեզ համար նորմա է դարել, բայց գիտեք, ավելին ունի Աստված։ Աստված ունի հրաշքներ, Աստված ունի նշաններ, Աստված ունի գերբնական կյանք ամեն մեկիս համար։ Ու այն ինչ որ մենք այսօր ունենք մեր կյանքերի մեջ վայելում ենք, փառք Աստծուն այդ ամեն ինչի համար, բայց փոքր մասն է սա։ Փոքր մասն է, որի մեջ որ մենք ենք մեզի բավականացրել։ Եբրայեցիս 11:6-ը չեմ բացել, բայց այնտեղ հրաշալի գրված է Աստծո խոսքի մեջ, առանց հավատքի անկարելի է հաճելի լինել Աստծուն։ Գիտեք, մենք մեր հավատքը պետք է զարգացնենք։ Մենք մեր հավատքի վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Ինչքան ենք մենք օրվա ընթացքում, մեր շաբաթվա ընթացքում կամ մեր ամսվա ընթացքում ժամանակ տրամադրում մեր հավատքի աճին։ Սա փոքր ու աննշան հարց չէ, սիրելիներս, սա լուրջ փոփոխության հարց է։ Ինչքան ենք մենք ժամանակ տրամադրում մեր հավատքին։ Իսկ հավատքը որտեղից է գալիս։ Աստծո խոսքից։ Աստծո հետ շփումից, աղոթքի կյանք ունենալուց, այստեղից հավատն է մեր աճում։ Ինչքան մեր հավատքը աճի, վախերը կնահանջեն։ Ինչքան վախերը նահանջեց, մենք այդքան հեշտ քայլ կտնենք Հորդանանի ջրերի մեջ։ Ու Աստված պատասխանում է իմ ու քո հավատքից, սիրելիս։ Գիտեք, իրականում մենք տեսնում ենք, որ Դանիելի հրաշքը որտեղ տեղի ունեցավ։ Ամենամեծ հրաշքներից մեկը արյուծի կուբի մեջ էր։ Երբ որ սոված արյուզների մեջ նա մտավ այդտեղ, նրան մտցրեցին ու հրաշք տեղի ունեցավ։ Երբ են Դանիելի ընկերները հրաշք տեսան իրենց կյանքերի մեջ, երբ որ խնդիրների մեջ էին, երբ որ այդ հնոցի մեջ էին, սիրելիս խնդիրների մեջ մի վախեցիր, այնտեղ հրաշքներ կան։ Խնդիրների մեջ, դժվարությունների մեջ հրաշքներ կան։ Լավ լուրուն եմ, սիրելիս քեզ համար։ Խնդիրների մեջ դու մենակ չես։ Խնդիրների մեջ Հիսուսը քեզի հետ է։ Ինչ խնդրեմ ունես, ինչ խնդիր ունես քո կյանքի մեջ, Հիսուսը տեղյակ է։ Բացի որ տեղյակ է Հիսուսը այնտեղ է։ Անկամ երբ որ դու արդեն այնտեղ չես եղել, Հիսուս արդեն այնտեղ քեզ էր սպասում։ Երբ որ դու գաս զորացնի քեզի, երբ որ դու գաս բարձրացնի քեզի, երբ որ դու գաս հրի առաջ։ Ամեն, չվախենաս։ Չվախենաս խնդիրներից, չվախենաս դժվարություններից, այդ ամեն ինչը նայիր որպես հնարավորություն։ Ինչ որ Պողոս առաքյալն էր ասում, կեր փորձանքների մեջ, չի ասում է խնդիրն, ասում է փորձանքների մեջ։ Ուրախ եղեք, սիրելիներս։ Ուրախ եղեք, ինչի համար ուրախ լինեմ։ Երբ որ ես կհասկանամ դա դրա ինչի համար ես այդ ժամանակ ուրախ կլինեմ։ Եթե ես չհասկանամ ինչի համար ես կտխրեմ, կվախենամ, կփախնեմ, բայց ինչի համար հասկանամ այդ խնդիրը եկել է իմ կյանքիս մեջ, Աստված ինչի համար է թույլ տվել, որ գա այդ խնդիրը, ես կուրախանամ։ Ամեն։ Եկեք բացենք, կարելի է այստեղից կանգնել եւ քարոզը վերջացնենք, փառաբանենք, գնանք սիրելիս։ Բայց գիտես շարունակություն ուզում եմ, որ մենք նայենք, լսենք ու մեր հավատքը ավելի զորանա։ Նայենք, լսենք ու տեսնենք Աստծո միջամտությունը մեր կյանքի ամեն բնագավառի մեջ։ Ու որտեղ մենք պետք է քայլ անենք, որտեղ Աստվածը իր քայլերն անում։ Եկեք բացենք մի հրաշալի տեղ մեծ հատված կկարտանք Ղուկաս 8-րդ գլուխը բացենք։ Եվ 55-րդ 41-ից մինչև 55-ը կկարտանք։ Ղուկաս 8-րդ գլուխ եւ 41-րդ համարից։ Եվ ահա մի մարդ եկավ, անունը Հայրոս, եւ նա ժողովարանի իշխան էր,
Եվ Հիսուսի ոտներն ընկնելով աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, որովհետև մի միածնունդ աղջիկ ուներ իբր 12 տարեկան, եւ նա մեռնում էր, եւ նրա գալու ժամանակը ժողովուրդները նեղում էին նրան։ Եվ մի կին կար 12 տարուց հետո տեղատեսության մեջ, որ իր բոլոր ինչքը բժիշկներին ծախսելով չէր կարողացել ոչ մեկին բժշկվել։ Սա մոտ եկավ հետևից նրա հանդերձից այրին տպավ, եւ իսկույն նրա արյունը վազելը կանգնեց։ Եվ Հիսուսը ասեց. «Ով է, որ ինձ տպավ»։ Եվ երբ որ ամենքը ուրանում էին, ասեց Պետրոսը եւ նրա հետ լինողները. «Վարտապետ, ժողովուրդները սեղմում են քեզ եւ նեղում, եւ դու ասում ես ով է որ ինձ տպավ»։ Եվ Հիսուսը ասեց. «Մեկը տպավ ինձ, որովհետև ես իմացա, որ զորություն դուրս եկավ ինձանից»։ Եվ երբ որ տեսավ կինը, որ ծածուկ չմնաց, դողալով եկավ նրա առաջին ընկավ եւ բոլոր ժողովրդի առաջին պատմեց նրան, թե ինչ պատճառով նրան տպավ եւ թե ինչպես իսկույն բժշկվեցավ։ Նա էլ ասեց նրան. «Քաջացիր դուստր, քո հավատքը բժշկեց քեզ, գնա խաղաղությունով»։ Եվ նա տակավին խոսելի ժողովրդապետի տանից մեկը եկավ եւ նրան ասեց, թե աղջիկդ մեռավ, մի աշխատացնիր վարտապետին։ Բայց Հիսուսը երբ որ լսեց, նրան պատասխանեց եւ ասեց. «Մի վախենար, միայն հավատա եւ կապրի»։ Եվ երբ որ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի միայն Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին, եւ աղջկա հորը եւ մորը։ Եվ ամենքը լաց էին լինում եւ նրա վրա սուկ անում, եւ նա ասեց. «Լաց մի լինեք, մեռած չէ, այլ քնած է»։ Բայց ծաղր էին անում նրան, գիտենալով, որ մեռել է։ Իսկ նա ամենքին դուրս հանեց եւ նրա ձեռքիցը բռնելով կանչեց եւ ասեց. «Աղջիկ, վեր կաց»։ Եվ նրա հոգին դարձավ, եւ նա իսկույն կանգնեց եւ հրամայեց, որ նրան բան տան ուտելու։ Նայեք, մեծ հատված կարտացինք Աստվածաշնչից Հիսուսի կյանքի պատմությունից, որը մեզ հասել է, շատ բաներ կա մեզ չի հասել Հիսուսի կյանքի հրաշքներից, նշաններից, բայց այս մեզ հասել է ինչի համար, որ մենք գիտենանք, որ այստեղ լուրջ իրադարձություն է կատարվել։ Այստեղ լուրջ բաներ կա սովորելու։ Ես սիրում եմ Աստվածաշունչը վերցնել ու խորանալ ու ուսումնասիրել դրվագները, պահերը, մարդկանց ու հասկանալ իրողությունն ինչպես է դասավորվել։ Գիտեք, այստեղ որ կարդում եմ, գերբնական խելքից դուրս հավատքի քայլ է տեղի ունեցել։ Հիմա կասեք, բայց սովորական հավատքի քայլ էր էլի։ Գնաց Հիսուսին, ասեց Հիսուս եկավ բժշկեց։ Կամ հարություն տվեց, կամ կբավ։ Գիտեք, մի բան այստեղ մենք ուշադրություն դարձրինք, թե չէ, ով էր Հայրոսը։ Հայրոսը, ով որ Հիսուսին գնաց, գրված է, որ ժողովարանի իշխան էր։ Ռուսերենի մեջ գրված է начальник սինագոգա։ Սինագոգը պատկերացրիք, չէ՞։ Այդ ժամանակվա տաճարն էր։ Քահանաների, փարիսեցիների նստելավայրը քարոզելու կամ իրանց աղոթքա տեղին, որը գլխավոր իրանց հավատքա տեղին էր սինագոգաները։ Ու Հայրոսը այնտեղա գլխավորն էր, իշխանն էր, начальникն էր։ Գուցե եւ փարիսեցի էր։ Ու գիտեք, իր աղջիկը հիվանդացել էր ու մերձիմա, ինչ կմտածեք Հայրոսը ապրելով, ծառայելով այդ մարդկանց մեջ, չէր դիմե քահանաներին, չէր դիմե փարիսեցիներին, չէր դիմե դպիրներին։ Ես կմտածեմ դիմել էր։ Ես կմտածեմ փորձել էր ինքը ամեն ինչ անել։ Իր միածին աղջիկա համար փորձել էր ամեն ինչ անել։ Բայց եկավ մի պա, գիտեք, այստեղ լուրջ ճեղքում կա։ Մի պա, ում որ ասում են աղանդավոր Հիսուս, աղանդ Նազովրեցու աղանդ, ով որ իրանցից հեռու էր ու իրանք ամեն ինչ անում են, որ անմաքուր, պիղծ, սխալ պիտակը կպցնեն Հիսուսի վրա, ու այդ Հայրոսը այդ ամեն ինչից տեղյակ եղնելով հաշվի չառավ ոչ մի բան։ Հաշվի չառավ, թե իր այդևից կասեն, թե դու աղանդավոր ես դառնում, դու աղանդավորի մոտ ես գնալու, դու էլ մեզանից ֆինանսել չես ստանալու, դու էլ մեր սինագոգաների начальниկը ղեկավարը չես լինելու, դու հեռու մեզանից, որովհետև դու
շեղվար։ Գիտեք, քանիսից են ասել, որ դու շեղվում ես։ Գիտեք, Հայրոսի նման գնա ու կբի Հիսուսին։ Ամեն։ Դու չես շեղվե, դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Ասում են, երբ որ Հիսուսը գնաց Հայրոսի տուն, Հիսուսն էլ կբավ Հայրոսի աղջկա ձեռքին։ Գիտեք ինչ եմ ասում, Հիսուսը կբավ Հայրոսի աղջկա ձեռքին, որովհետև դիագին կպնել չէր կարելի։ Հին ուխտով մեռածին կպնել չէր կարելի։ Արդեն մեռած էր իրանք երբ ներս մտան։ Գիտեք Հիսուսը ինչի համար կբավ ոչ մի բան հաշվի չառավ, որովհետև Հայրոսը կբել էր Հիսուսին ժամանակին։ Հայրոսը հաշվի չէր առել ոչ մեկին ու ոչ մի կարծիք, անգամ իր այն աշխատավարձը կարող է կորցնել, եկամուտը, աշխատանք ու ամեն ինչ կարող է կորցնել։ Հնարավոր է կորցրել էր արդեն, երբ որ ինքդ քայլերել էր, բայց իր համար կարևորն էր, որ իր տունը ուրախություն մտներ, որ իր կյանքը խաղաղություն ունենար, որ ինքը փրկված եղներ, իր ընտանիքը փրկված եղներ։ Կապ չուներ ու ինչ էին ասում Հիսուսի մասին։ Քեզ համար կապ ունի, ինչ են ասում, թե դու ուր ես գնում, ինչ ես անում։ Կարևորը դու Հիսուսին ես գտել։ Կարևորը դու Հիսուսին ես կբեր, սիրելիս։ Մի քիչ այս պատմության արանքը կար մի հատ էլ պատմություն։ Արյունահոսող կնոջ պատմությունը, չէ՞, ով որ արյունահոսում էր 12 տարի։ Արյունահոսության մեջ նա գնաց ու Հիսուսին կբավ։ Գիտեք, այստեղ էլ է երբնական մտքից դուրս հավատք։ Կասես թե ինչ էր էլի, գնաց Հիսուսի համար իմացել էր կբավ ու բժշկվավ։ Լսեք, ըստ Ղևտացիների օրենքի, երբ որ Ղևտացիների մեջ կկարդանք օրենքներ, այնտեղ գրված է, որ արյունահոսողը չպետք է դուրս գա մարդկանց մեջ նախ եւ առաջ, ու երկրորդը մարդու չպետք է դիպչի։ Անկամ եթե մեկին դիպչի, այդ մարդուն, թեկուզ եւ այդ մարդը գիտի թե չգիտի, անմաքուր կդառնա։ Գիտեք, նա ասում է, ուզեցավ թակուն հեռանար։ Կբել էր արդեն, բժշկվել էր, չէր ուզում որ իմանային, որ ինքը օրենքը խախտել, ուզում էր թակուն հեռանալ, բայց Հիսուսը իր հավատքը տեսնելով չուզեցավ որ աննշան եղներ այդ ամեն ինչը։ Ու եսկին եկավ ու պատմեց իր ողջ կյանքի պատմությունը, որը կարող է չպատմել։ Կարող ես չպատմել, բայց նա ամեն ինչ պատմեց, որ այո, ես թեկուզ եւ օրենք եմ այսօր խախտել, բայց ես բժշկվել եմ։ Սիրելիս, ես կապել եմ Հիսուսին ու այսօր բժշկվել եմ ես։ Սա այս պատմությունները, այո, մեր կյանքերի մեջ լուրջ փոփոխություններ կարող են բերել։ Եթե մենք հասկանանք գրի հոգին, եթե մենք հասկանանք Հիսուսի գործելավոճը մեր կյանքերի մեջ, Հիսուս ուզում է, որ մենք հավատքի գործ անենք, հավատքի քայլ անենք, հավատքով կպնենք ու քու պատասխանը, քու լուծումը հեռու չէ քեզանից։ Քո որոշման մեջ է, սիրելիս։ Գիտեք, այստեղ չգիտեմ նկատեցիք թե չէ, կներեք, նկատեցիք թե չէ, Հայրոսի աղջիկը 12 տարեկան էր։ Արյունահոսող կինը 12 տարի էլ արյունահոսում էր։ Հիմնականում վերցնում են, որ 12-ը առաքելության առաքյալների թվի հետ կապ ունի, բայց ես այդ թվի հետ բանի հետ շատ չեմ ուզում ասում, թե առաքյալների թվի հետ կապ ունի, թե ինչի հետ կապ ունի, ամիսների հետ կապ ունի, բայց ուզում եմ ասել, որ 12 տարի Հայրոսի աղջիկը ապրում էր շատ լավ, շատ ուրախ, բարեհաջող կյանքով։ Իսկ այն կինը 12 տարի ապրում էր դժվարության մեջ, դժբախտության կյանքով, հիվանդանոցից հիվանդանոց, բժշկից բժիշկ, երկու կատեգորիայի մարդիկ։ Հայրոսի աղջիկը ապրում էր հոր լավ, պատվի կյանքով, իսկ այն մյուսը ապրում էր դժբախտության մեջ, բայց երկուսն էլ ունեն Հիսուսի հպման կարիքը։ Մեր հասարակության մեջ էլ կան մարդիկ, ում որ դու կնայես, կասես, այս մեկ էս ինչ որ այսպես լավ է ապրում, այն մեկ են ինչ որ այսպես տանջվում է, ես այսպես եմ ապրում, այն մյուսը այնպես է ապրում, լսե բոլորս էլ ունենք Հիսուսի կարիքը, բայց խելամիտ է այն մարդը, ով որ շուտ կկպնի Հիսուսին։
Խելամիտ է այն մարդը, որ շուտ որոշում կկայացնի Հիսուսին հետևելու։ Մեկ է, օրը գալու է, բայց լավ կլինի այդ օրը մեր կյանքի մեջ մենք շուտ այդ որոշումը կայացնենք սիրելիս։ Այո, երկուսն էլ որոշեցին կպնել Հիսուսին։ Երկուսի կյանքի մեջ էլ փոփոխություն եկավ։ Գիտեք, մի այսպիսի առակ կա, երբ որ մի մեծահարուստ մարդ, շատ ունևոր մարդ, վերցնում է մանկատան երեխաներին ու տանում է հիպերմարկետ, հա? Հիպերմարկետ գիտեք, չէ՞, շատ մեծ խանութ է։ Մեր հայերի մոտ մի քիչ այդ բանը մի քիչ շեղված է, էլի, փոքր խանութի վրա գրում են սուպերմարկետ։ Խոսքի մտնում ես, տեղ չկա շարժվելու, բայց սուպերմարկետ է գրած։ Չգիտես ինչ այդ անունը գրավիչ է դառնում։ Լավ է, հիպերմարկետ դեռ չկա գրած, բայց նենք տանում է այդ երեխաներին, մանկատան երեխաներին սուպերմարկետ, այդ հիպերմարկետը, ասում է 20 րոպե ժամանակ ունեք։ Ինչ վերցրեցիք 20 րոպեվա ընթացքում, ինչ հասցրեցիք, վերցրիք, ձեզ կլինի։ Ես այդ ամեն ինչը կդամ ձեզ, ձերը կլինի։ Ու ժամանակը գնում է երեխաները սաղ վազում են, ամեն մեկը խաղալիքներ, մեկը մեծ, մեկը փոքր, մեկը ուտելիք, ամեն մեկը մի բան վերցնում է։ Ու ես մեծահարուստը նայում է, իր կողքը կայնած է, մի հատ երեխա ու տեղից չի շարժվում։ Ասում է դու ընտրելու բան չունես։ Ասում է ես արդեն ընտրել եմ։ Ասում է ինչ ես ընտրել։ Ասում է ես ընտրել եմ քեզի։ Բռնել է, ասում է ես ընտրել եմ քեզի արդեն։ Այո, իմ կարիքս դու ես, ես ծնող չունեմ։ Իմ կարիքս խաղալիքը չէ, իմ կարիքս այն ինչը չէ, այո, այդ ամեն ինչն է կարիքներ կարող է լինել, բայց ամենակարևորը, որ ես ուզում եմ ծնող ունենալ։ Սիրելիս, մենք այսօր ամենամեծ մեծ կարիքը Աստծո հետ լինելն է։ Իսկ մենք ամեն ինչ վերցնում ենք այս կյանքից ու մտածում ենք, վաու, հասանք այս սրան է, հասանք նրան է, հասանք, բայց նայում ենք առանց Աստծո ենք հասել։ Աստծով ենք այդ ամեն ինչը։ Աստծո մեջ եղնելով թղթերի մեջ գրված է հարստացեք, Աստծով հարստացեք, սիրելիներս։ Ու փառք Աստծուն, սիրելիներս, իրականում մենք քրիստոնյաներս հավատքի կյանք պետք է ունենանք։ Աստված սպասում է ոչ թե մեր վախերին, այլ մեր հավատքին։ Եկեք հետ վերադառնանք Էլիմդովի Հորդանան։ Հորդանանը մենք տեսանք, չէ, ինչի համար էր։ Հորդանանը պետք է ցամաքեր։ Հորդանանը ցամաքելու համար էր։ Բայց Հորդանանը կցամաքեր այն ժամանակ, երբ որ իրանք հնազանդվեին։ Հորդանանը կցամաքեր այն ժամանակ, երբ որ իրանք խոնարհություն ու հավատարմություն ցույց տային Աստծո պատգամին ու Աստծո խոսքին։ Գիտես, հբարդությամբ ոչ մի Հորդանան էլ չի ցամաքի։ Հբարդությամբ ու մեծամտությամբ ոչ մի խնդիրներ էլ չեն նահանջի։ Ու այս ամեն ինչը կսկսվի մեր ճիշտ աստվածապաշտության կյանքի սկզբից, երբ որ մենք մեզ նայենք, հետո նոր մենք քայլ անենք առաջ։ Ասում է առաջինը ով դրեց իր ոտները, քահանաներն այն մարդիկ էին, ովքեր որ իրանց կյանքը ամեն անգամ ստուգում էին, իրանց սիրտը ստուգում էին, իրանց բնավորությունը ստուգում էին, ու իրանք Աստծո ներկայությունը ամեն ժամանակ վերապրում էին։ Դրա համար Աստված թույլ տվավ, որ հենց ամենաառաջինը քահանաները ոտքերը տնեին, որ ջրերը կանգնեին։ Ու առանց հաշվարկների էր սիրելիս, հավատա ու քայլ արա։ Եվ Ծննդոց 12-րդ գլուխ արեք բացենք, սիրելիներս։ Ծննդոց 12-րդ գլուխը ես գիտեմ, որ դուք կարդացել եք Աբրահամ, հայր Աբրահամի մասին, ով որ կոչվել է հավատքի հայր, եւ նրա քայլերի մասին է դա ամենը խոսում։ Եվ 12-րդ գլխի առաջի խոսքերից գրված է. Եվ Աստված ասեց Աբրահամին. գնա քո երկիրը եւ քո ազգականներից է եւ քո հորտանից է այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ, եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ եւ քեզ օրհնեմ եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնյալ կլինես
Եվ քեզ օրհնողները կօրհնեմ, եւ քեզ անիծողներին կանիծեմ, եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվին։ Եվ 4-րդ խոսքը, եւ Աբրահամը գնաց ինչպես Աստված նրան ասել էր, Խովն էլ գնաց նրա հետ, եւ Աբրահամը 75 տարեկան էր, Խառանիցը դուրս գալիս։ Գիտեք, եթե ուսումնասիրեք Խառանը որտեղ էր ու Խառանը ինչպիսի բնակավայր էր, Խառանը շատ զարգացած տեղ էր Մեսոպոտամիայի, այսինքն մի զարգացած տարածաշրջանի մեջ, որտեղ որ գետեր կային, հիմնականում այդ ժամանակ զարգացած էին համարվում են տարածքները, որտեղ որ գետեր կային, որտեղ որ գետերի ցգներ էին դուրս գալիս, ամեն ու զարգանում էր։ Ու Աբրահամը շատ լավ տեղ էր ապրում։ Աբրահամը ապրում էր Խառանում, Աբրահամը լավ քաղաքակրթության մեջ էր, Աբրահամը մի սիրտ ուներ, որը Աստված տեսել էր։ Ու Աբրահամին Աստված ասեց դուրս արի այդտեղից։ Առանց ինչ որ հաշվարկների։ Դուրս արի, ես քեզ կտանեմ այս ճանապարհով, դուրս կտանեմ քեզ ճանապարհից, հետո կտամ քեզ այս ունեցվածքը, հետո կտամ այս ինչը, հետո դու այսպես կմտնես, այստեղից դուրս կգաս, չկար հաշվարկներ։ Աստված ասեց դուրս արի Աբրահամ։ Ու ես քեզի կտանեմ խոստացված երկիր։ Գիտեք, Աբրահամը առանց ինչ որ հաշվարկների, խորը հաշվարկների հելավ ու գնաց։ Հելավ ու հետևեց Աստծո խոսքին, բայց ինձ համար ավելի տպավորիչ էր ստեղ Խովտի գնալը։ Խով, դու ինչի հելար գնացիր հետևից։ Լավ, Աբրահամը հելավ գնաց, ինքն էր Աստծուն լսե, հելավ գնաց։ Դու ეხոմ չէր լսե, դու ինչի հելար գնացիր հետևից։ Գիտեք, Խովտի համար տպավորիչ էր Աբրահամի ի սրտե ընելը։ Խովտի համար տպավորիչ էր Աբրահամի այսպես ջիգարով ընելը։ Գիտեք, ինչքան մենք մեր աստվածպաշտության կյանքը սիրով ենք, կրակով վառված ենք, ջիգարով ենք, հա մեր բարբառով ասած, այդքան Խովտերը շատ կլինեն հետևող։ Ինչքան վախվխելով ենք, ինչքան հաշվարկներով ենք, ինչքան մենք մեզի մտածենք, բայց կարելի է անգամ չգնալ, մյուս անգամ կգնամ, տելի կկիրագիներ կառաջս, միշտ բարդադիր է եւ հաշվարկ, այդ ժամանակ Խովտեր չեն լինի, որ հետևեն քեզի։ Այդ ժամանակ անգամ Աստված չի առաջնորդե։ Գիտեք, Աստված կառաջնորդեն ժամանակ, երբ որ մենք կլինենք մորենու նման վառվող ու չսպառվող։ Երբ որ դու ծառայում ես, վազում ես, անում ես Աստծո համար ու չես տրտնջում։ Ու չես ասում, ով հոգնանք, մեկ իշմել հանգստանանք։ Հանգստանալու ժամանակ կունենանք այնտեղ։ Լիքը հանգստանալու հավիտյան ժամանակ կունենանք։ Այստեղ աշխատելու ժամանակն է, սիրելիս։ Այստեղ ջերմեռանդության ժամանակն է։ Գնանք առաջ, սիրելիներս։ Գիտեք, իրականում Աբրահամը իր կյանքի մեջ երաշխավորություն չուզեց, այլ անձնվիրաբար սկսեց հետևել Աստծուն։ Գիտեք, երբ որ դու սկսում ես հետևել Աստծուն ու չես նայում երաշխավորություն ունես թե չունես, ինչը կստացվի, ինչը կտասավորվի քո կյանքդ, որովհետև դու քո կյանքդ վստահել ես ամենակարող, ամենաստեղ, զորավոր Աստծո ձեռքերի մեջ, դու հանգիստ կգնաս, բայց մարդիկ կլինեն, որ երկու մատի շարժում կարող են անեն, կամ սպես, կամ սպես։ Այդ երկու շարժումը միշտ կա մեր կյանքերի մեջ, տեսնենք թե չտեսնենք, կամ մեզ կասեն խելագարվել է, կամ վերջում կասեն շատ լավ էր անում։ Մարդկանց կարծիքները կարող է շուշուտ փոփոխվել։ Սիրելիս, իրականում Հորդանանի մեկ կողմը անցյալն է, մեկ կողմը խոստումն է մեր։ Ու Հորդանանը սահման էր Անապատի ու Քանանի միջև։ Սահման էր կզված Անապատի ու Քանանի։ Մենք ենք որոշողը, կանցնենք այն անցյալը, որը որ իրականում մեղքերով ու մեղավոր ցանկություններով էր լի։ Այն անցյալը, որը որ ցավերով ու ցավոտ հիշողություններով էր լի։ Այն անցյալը, որ մենք վախերով ու անհավատություններով ենք ապրել։ Արդյոք մենք պատրաստ ենք մի օր այդ անցյալը թողնալու
Այդ անցյալից չկարճելու, մարդիկ կան դուր է գալիս անցյալով ապրելը, մարդիկ կա դուր են գալիս, որ իրան խղճահար, խղճան իրան, միշտ իրա կողքերնին լսել ասում են ոչինչ, լսե դու ես արդեն այն իրավիճակի մեջ կարող ես դու մարդկանց հոգևորել եւ առաջնորդել, դու կարող ես մարդկանց հանել ու ասել, քելե ես անցել եմ Հորդանանը, դու էլ գնա, հրես Հորդանանն անցնելու, բայց մարդիկ մնացել են անցյալի մեջ ու իրանց դուր է գալիս այդ անցյալի հիշողությունները։ Հիմա շատ մի քիչ թուլացել է այդ տենդենսը, որ ասում են, դե սովետի ժամանակ ուրիշ էր էլի։ Տարես մարդիկ կան հիմա կասեն, հա սովետ։ Խալաձեռնիկը, հա, Սառնարանի դուռը, այն ժամանակ Սառնարան չէ, Խալաձեռնիկ։ Խալաձեռնիկի դուռը բացում էր, թափվում էր վրեդ։ Տարվա մեջ 2 անգամ գնում ենք Օդեսա, չգիտեմ ուր հանգստանալու, հիշողություններ, անցյալը անցավ, հիմա Եգիպտոսներ կա, հիմա Դուբայներ կա, հիմա ավելի հեռու, ավելի տաք տեղեր կա, ավելի լավ սառնարաններ կա ու մեջը պարունակություններ կա, բազմազան, արեք ավելին առաջ գնանք, չմնանք հին խոստումի մեջ, հին վայելքների մեջ, ու այո, իրականում, եթե մենք որոշենք անցնենք Հորդանանը, այնտեղ խոստում կա, որը շաղախված է Աստծո սիրով, որ Աստված ժամանակին ու Աստված խոսացել է ու մեզի փրկել է կանչել հենց այդ խոստումների համար, որ իր սիրով շաղախել է ու պատրաստում է ամեն օր մեզի անցկացնելով տալ, որ մենք վայելենք այդ սերը, տալ ու մենք վայելենք իր ուշադրությունը, տանք ու մենք վայելենք, որ այո իրականում ես չգիտեի, որ Աստված դու այսքան մոտ ես ինձ։ Գիտեք, մի առակ կա, երբ որ մի երեխա ինչ պատճառներով մնում է դրսում, ու երբ որ արդեն ծմերը մոտենում է, ցրցուրդը արդեն նա մնում էր աղբամանների մոտ էր քնում ու տեսնում է ոստիգանը, ասում է գնամ Պետական աշխատող ինչը մի բան կօգնի, գնում է ոստիգան ասում է ուզում եմ որ ինձ օգնես։ Ինչով կարող ես օգնես, ասում է դու տեղ չունես, ասում է չէ տեղ չունեմ, ես քնում եմ այս աղբամանի մոտ, ես հացը հայտայտում եմ ինչ որ տեղից։ Ու այս ոստիգանը տեսնելով իրան ասում է լսի, ես քեզի կօգնեմ, բայց մի բան հիշե։ Ասում է գնում ես, այս փողոցն անցնում ես ցախ կողմի վրա մի դուռ կա սպիտակ։ Ասում է դուռը կթագես կբացեն դուռը, կասես Հովանես 3:16։ Ո՞ս երեխան գնում է դուռը թագում է նշված, բացում է մի կին, ասում է Հովանես 3:16։ Այս կինը տանում է ներս, նստեցնում է վառարանի մոտ, ասում է տակացի։ Ո՞ս երեխան իրան մտածելով ասում է չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16-ը, բայց հասկանում եմ որ մրսածին տակացնում է։ Ու մի քիչ հետո այս կինը գալիս ասում է լսի սոված կլինես։ Քելե խոհանոց, տանում է կերակրում է, ու այս երեխան ինքն իր մեջ մտածում ասում է, չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16-ը, բայց հասկանում եմ որ սովածին կերակրում է։ Մի քիչ հետո գալիս ասում է լսի գնանք լողացի, դրսում ես եղե, անմաքուր ես։ Գնում է լողացնում է ու այս երեխան մտածում է ասում է, չգիտեմ ինչ է նշանակում Հովանես 3:16-ը, բայց անմաքուրին մաքրում է։ Հետո տանում է տեղավորում է տեղերի մեջ տակ, սիրուն, գեղեցիկ, փափուկ, ասում է քնի հանգստացի։ Ես երեխան պարգում է գլուխը դնում է բարձին, ասում է չգիտեմ Հովանես 3:16-ը ինչ է, բայց ասում է տուն չունեցողի համար հանգիստ քուն է տալիս։ Ու երբ որ առավոտ ելնում է, այս կինը գալի հարցնում ասում է լավ քնար, ասում է հա լավ քնա, բայց ասում է մի հատ հարց ունեմ էլի, ինչ է նշանակում Հովանես 3:16։ Ասում է Հովանես 3:16-ը դա այն սերն էր, որ Հիսուսը հենց քո նկատմամբ ուներ ու դու երեք ամբողջ օր այդ մի փոքր բաժինը տեսար։ Գիտեք, Հովանես 3:16-ը այն է, որ մենք մինչև այսօր մի փոքր բաժինը վայելել ենք մեր կյանքերի մեջ։ Մի փոքր բաժինը սիրելիս, որ Անտունին տուն է տվել, որ մերգին շոր է հագցրել, որ մրսածին տակացրել է, բայց մենք մի փոքր բաժինն ենք վերցրել, մի փոքր բաժինի մեջ համակերվել ենք, ու ասում ենք դե լավ է դե, էս էլ որ մնա լավ է։ Չէ սիրելիս, Հովանես 3:16-ի մեջ գրված Աստված այնպես սիրեց այս աշխարհը, ինձ ու քեզ բոլորիս,
որ չուզեցավ, որ մենք կորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Ամեն։ Եվ նրա սիրո ապացույցն է, որ մենք այսօր նրա պաշտպանության, նրա ծածկոցի տակ ապրում ենք։ Ոչ թե գոյատևում ենք, ապրում ենք եւ ել ավելի լավ ենք ապրելու Տիրոջ հետ։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին։ Գնանք առաջ սիրելիներս եւ երևի թե այսօր մի քիչ շուտ կավարտենք։ Այո, մենք իրականում մենք տեսել ենք ու տեսնում ենք Աստծո սերը մեր կյանքերի մեջ։ Մենք բոլորս էլ որ մեզ հարցնենք թե տեսել ենք արդյոք Աստծո սերը մեր կյանքերի մեջ։ Այո, մենք կարող ենք մի փոքր տանդաղորեն սկսենք հիշել ու պատմել, բայց երբ որ հունի մեջ ենք ընկնում ու հիշում ենք, ել կանգնեցնել մեզ չի լինի, թե իշքան է Աստված իր սիրով, իր ուշադրությունով մեզ ապացուցել, որ այո, մենք սիրված ենք իր կողմից։ Մենք իր ուշադրությունից չենք էլ դուրս եկել։ Բայց մենք ինչպես ենք սիրում Աստծուն։ Շատ անգամ խոսքերով, շատ անգամ բառերով։ Բայց գիտեք, իրականում մենք մեր սերը պետք է հնազանդությամբ ցույց տանք։ Մենք մեր սերը նվիրվածությամբ ու հավատքով պետք է ցույց տանք։ Ծառայություններով ու զոհաբերություններով պետք է ցույց տանք։ Եվ Առագած 8:21 խոսքի մեջ գրված է Առագած 8:21 Աստված իրան սիրողների համար էհական բարիք կդա, կժառանգեցնե։ Ամեն։ Եվ ինձ սիրողների էհական բարին կժառանգեցնեմ եւ նրանց շտեմանանները կլցնեմ։ Սիրելիս, սիրե Աստծուն։ Սիրե Աստծուն քո գործերով, քո կյանքով, քո ապրելով, քո ամեն մի խոսքով կտեսնես, որ այո, իրականում շտեմանաններդ կլցվեն, կժառանգեցնե Աստված, ու լավագույնը ունի Աստված մեզ համար։ Այն չէ, ինչ որ մենք մինչև այսօր յոլա ենք գնացել կամ բավարարվել ենք։ Մեր ու Աստծո սիրո հպման տեղը մեծ հրաշքներ տեղի կունենա։ Գիտեք, չէ՞ այդպես մի մթնոլորտային երևույթ կա, սառ ու տաք հոսանքներ, երբ որ իրար են հպվում, չէ՞, ինչ է լինում։ Քամի։ Տաք եւ սառ հոսանքների հպման վայրում ինչ։ Մառախուղ։ Լավ։ Հռոմեացիս 8:28-ը Աստված իրան սիրողների համար ամեն բաներ գործագից է լինում դեպի բարին։ Սիրում ես Աստծուն, սիրելիս։ Ուրեմն Աստված քո կյանքի մեջ ամեն բան, այն ինչ որ կյանքն է նախասահման է, այն ինչ որ սատանան է բերել, այն ինչ որ դժվարություններն ու կյանքի այդ իրավիճակներն են բերել, Աստված այդ ամեն ինչի մեջ ի բարին գործագից կանե։ Հալելույա, Փառք Հիսուսին։ Նարաճան, կարելի է։ Եվ մի որոշ եզրակացություն ու ամփոփում ունենք ու անցնենք մի քիչ առաջ։ Եզրակացությունն այն էր, որ Հորդանանի ջրերը միգուցե վախենալու էին, բայց առանց խոստումի, առանց Աստծո ներկայության, առանց նորի մեջ մտնելու կյանք ավելի հիասթափեցնող ու վախենալու է, քան Հորդանանի ջրերը։ Գիտեք, առանց խոստումի ու առանց Աստծո հետ ապրելը անիմաստ կյանք է։ Անապատի մեջ մնալը անտեղի ժամանակ կարող է լինել, որովհետև ոչ մի բան չունես, որից որ կարող ես բռնվել։ Ժամանակն է դուրս գալու անապատից։ Անապատի մեջ ինչ-ինչ ձեռդ կպնես, կփախնի։ Դրա համար անապատ է կոչվում, որ ոչ մի բանի չբռնվես, ոչ մի բանի վրա չհենվես։ Ավազ է։ Իսկ Աստված ուզում է, որ մենք դուրս գանք անապատից, դուրս գանք ու անցնենք ամեն մեկս մեր Հորդանանը։ Եվ արեք Հեսու առաջի գլուխ 9-րդ խոսքը, ուզում եք բացեք, ուզում եք ես կասեմ ժամանակը խնայելով առաջի գլուխ 9-րդ խոսքի մեջ գրված է, որ ես եմ քո Տեր Աստվածը
Քեզ պատվիրում եմ զորացիր, քաջ եղիր, մի վախենար, մի զարուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամենտեղ, ուր որ դու գնաս։ Սիրելի, սա նշանակում է, որ երբ որ դու ոտքը տնես Հորդանանի մեջ, անպայմանորեն կանցնես ու հաստատ կանցնես։ Ու հաստատ կանցնես ու կտեսնես հաղթանակը։ Մենակ դե եղի հավատարիմ քո Տիրոջդ։ Եղի հավատարիմ այն սկզբունքներին, որի համար որ Աստված նախասահմանել ու կանչել է մեզի մեր կոչման մեջ, մեր կանչի մեջ, այսօր դու այստեղ նստած ես, դու քո ծրագրի մի մասն ես կատարում։ Դու այդ ծրագրի մեջ որոշում ես կայացրել, ասես այո եւ ամեն։ Բայց ցենց ոտքդ ավելի խորը կտնես, ջրերը կկանգնեն ու անպայմանորեն դու կանցնես։ Չվախենաս, հաստատ կանցնես։ Եվ եթե լավ կանցնեմ Աստված իմ, բայց այն թվարգազներս, որ նոր թվարգեցինք, էլ ինչ կա այնտեղ։ Հա, հետաքրքիր է, չէ՞։ Ուզում եմ անցնեմ ու անցնում եմ ու հետաքրքիր է, լավ անցա, բայց հետո էլ ինչ կա։ Էլ մոռանում եմ այն դժվարություններն ու նեղությունները, մոռանում եմ այն ամեն մի խնդիրները, շատ անգամ մենք մոռանում ենք, գիտեք, չէ՞, որ անցնում ենք մի դժվարություն, մի խնդիր, մի անգամից մոռանում ենք, անգամ շնորհակալություն Աստված ջան, այդ ենք մոռանում։ Անցել ենք արդեն կարևորը։ Լավ, անցել ենք։ Հիմա լավ, ինչ է սպասվում մեզ այնտեղ։ Ինչ կա այնտեղ։ Անցել ենք արդեն։ Անցյալից անցել ենք խոստումի մեջ։ Ինչ կա այնտեղ։ Եկեք բացենք վերջի համարը։ Հեսու 4-րդ գլուխ։ Երրորդ գլխից անցանք, Հորդանանն անցանք եւ Հեսու 4-րդ գլխի առաջի համարից կկարտանք։ Եվ երբ որ բոլոր ժողովուրդը Հորդանանով անցնելը վերջացրին, սիրելիներս, գիտեք, այդ Հորդանանով անցնելը այն հեշտ բան չէր, էլի, որ ասենք մոտավորապես մինիմալ հաշվարկներով 600,000 մարդը եթե անցներ, դու կպատկերացրեք ինչքան տարածք էր պետք, որ բացվեր ու ինչքան ժամանակ էր պետք, որ անցնեին։ Եվ ասում է անցան, վերջացրին, Տերը խոսեց Հեսուի հետ եւ ասեց. Հələ քահանաները տաբանակը ձեռքերին կանգնած են Հորդանանի ցամաքի վրա։ Հորդանանի մեջ, բայց ցամաքի վրա։ Կանգնած են։ Ժողովուրդը արդեն անցել է, քահանաները մնացել են իրանց տեղը։ Ժողովրդի դուք 12 եւ Տերը խոսեց Հեսուի հետ եւ ասեց. ժողովրդից է դուք 12 մարդ առեք, ամեն մեկ ցեղից է մեկ մարդ եւ նրանց պատվիրեցեք ասելով. այստեղից Հորդանանի միջիցը քահանաների ոտքերը պինդ կացած տեղիցը ձեզ համար 12 քար վերառեք եւ ցես հետ տարեք նրանց եւ դրեք այն իջևանումը, որ այս գիշերը իջևան եք անելու եւ Հեսուն եւ Իսրայելի որդիներից իր որոշած 12 մարդկանց կանչեց ամեն մեկ ցեղից մեկ մարդ եւ Հեսուն նրանց ասեց. ձեր Տեր Աստծո տաբանակի առաջին անցեք Հորդանանի մեջ եւ ամեն մեկը ձեր ուսերի վրա մեկ քար վեր առեք Իսրայելի որդկանց թվին համեմատ, որ սա ձեր մեջ նշան լինի, որ երբ որ եկուտ ձեր որդիկը հարցնելու լինեն եւ ասեն, թե այս քարերը ինչ են ձեզ համար, նրանց ասեք, որովհետև Տիրոջ ուխտի տապանակի առաջիցը Հորդանանի ջրերը կդրվեցան, երբ որ նա Հորդանանով անցնում էր եւ Հորդանանի ջուրը կդրվեցավ եւ այս քարերը Իսրայելի որդկանց մեջ հիշադակի համար լինեն, հավիտյան։ Եվ Իսրայելի որդիկը այնպես արին, ինչպես որ Հեսուն պատվիրել էր եւ Հորդանանի միջիցը 12 քար վերառան, ինչպես որ Տերը Հեսուին ասել էր Իսրայելի որդկան ցեղերի թվին համեմատ եւ իրանց հետ իջևանի տեղը տարան նրանց։ Գրված է, ասում է, հետ որ վերջից կանք ասում է Իսրայելի ժողովուրդը արեց այնպես, ինչպես որ Հեսուն էր ասել, բայց Հեսուն էլ ասեց այնպես, ինչպես որ Աստված էր ասել։
Գիտեք, իշքան մենք օրհնված կլինենք, երբ որ անենք այնպես միշտ, ինչպես որ Աստված է ասել մեզ։ Ինչպես որ Աստված է ասել, որ հենց այդպես անենք, մենք օրհնված կլինենք։ Ու Աստված պատվիրում է, ասում է, կգնան 12, այսինքն Ղևտացիների, քահանաների ոտքերի տակ այդ քարերը կվերցնեն, ամեն մեկը 12 ցեղերից կբերեն, կտնեն վրանի մոտ, ու ասում է, սա վկայություն կլինի։ Ինչի համար վկայություն։ Ինչ վկայության մասին է խոսքը։ Ասում է, սերունդների համար վկայություն կլինի։ Որ քո սերունդը վաղը մյուս օր կգա ու կասի, ինչ վկայություն ունես, որ Աստված քեզի օգնել է, ինչ վկայություն ունես, որ Աստված քեզի փրկել է, ինչ վկայություն ունես, որ Աստված ինձ էլ կարող է օգնել, կտանես ու ասում է, ցույց կտաս այդ քարերը, կասես, սա իմ վկայություններն է, որ ես հանել եմ Հորդանան գետի միջից։ Գիտեք, իմ ու քո կյանքը պետք է վկայություններով լիանի։ Իմ ու քո կյանքի պտուղները դա վկայություններ են սերունդների համար, որը գրվելու է հիշադակած գրքի մեջ։ Որ Աստված մեր գործերը տեսնելով մեր կյանքը, մեր վկայությունների հիման վրա, մեր սերունդների համար վկայության քարեր կտնե։ Ու ես ու դու ճեղքելով այս հորդանանները հեշտացնում ենք, ես ու դու անցնելով այդ գետի մեջով դժվարությունները հեշտացնում ենք մյուս սերունդի վկայությունը։ Մյուս սերունդի ավելի հարմարավետ ու ավելի հեշտ Աստծուն ծառայելը։ Այսօր մենք մի ծրագիր է, որ Աստված խոստացել ու մտել ենք մենք այդ ծրագրի մեջ, դա խոստումի ծրագիր է եկեղեցաշենքի կառուցման համար, չէ, մենք ինքնակամ որոշել ենք այո ասել Տիրոջը, այո Տեր, մենք կվերցնենք այդ բեռը, մենք կվերցնենք այդ ծանրությունը, մենք կվերցնենք այդ ժամանակների մեջ այդ պատասխանատվությունը տաճարի կառուցման, եկեղեցաշենք ունենալու համար, լավը ունենալու համար, որ մեր սերունդները երբ որ կմեծանան, կան մտնեն այդտեղ կառուցված, գեղեցիկ, Աստծո փառքով լցված, երկրպագեն ու այդ քարերը, այդ ամեն ինչը խոսա իմ ու քո վկայության մասին։ Ամեն։ Այդ սյուները խոսան իմ ու քո զոհաբերության մասին։ Այդ սյուները խոսան մեր հավատարմության մասին։ Այսօր ես ու դու հնարավորություն ունենք այդ քարերից վերցնելու ու տանելու վկայության համար։ Ամեն։ Եկեք կանգնենք մեր ոտքերի վրա, սիրելիներս։ Այո, այդ քարերը շատ կարևոր են։ Շատ կարևոր են այն առումով, որ ես գիտեմ Հիսուսը ինչ արել ինձ համար։ Ես գիտեմ ինչի համար եմ հետևել իմ կյանքից 20, 30, 40, 50, 70 տարիները, որովհետև ես վստահ եմ այն փրկչին, ինչպես որ Հոբն էր ասում, ես գիտեմ, որ նա իմ փրկիչս գալու է եւ կանգնելու է այս հողի վրա։ Այո, ես գիտեմ, որ իմ Տիրոջ համար եմ անում, ես գիտեմ, որ նրա մոտ եմ գնալու եւ ես գիտեմ, որ ճանապարհ եմ պատրաստում իմ սերունդներիս համար։ Ճանապարհ եմ պատրաստում։ Այո, այսօր քեզ հիմար դժվար է, բայց դու ճանապարհ պատրաստ ես, սիրելիս։ Ճանապարհ պատրաստ է ու Աստծո կողքը կունենաս։ Ճանապարհ պատրաստու սերունդներդ քեզի համար կխոսան, քո հավատքի մասին կխոսան, քո գործերի մասին կխոսան, ու դա կլինի վկայություն։ Մենք ունենք այսօր ապացույցներ ու վկայություններ։ Ունենք։ Ու փառք Աստծուն, թող Տերը կրկնապատկե ու շատացնե մեր կյանքերի վկայությունները։ Իսկ ինչն է հիմա մեզ ամենակարևոր ու պետք։ Այո, մենք հասկանանք հիմա մեր հորդանանն անցնելու խնդիրը որն է մինչև այսօր, որի համար որ մենք չենք անցել, որի համար որ մենք ամեն անգամ պտտվել հետ ենք եկել, էլի կանգնել ենք, բայց ջուրը է շատացել։ Բայց ինչքան ջուրը կշատանա, այդքան Աստծո փառքը կշատանա, այդքան Աստծո շնորհքը կշատանա, այդքան Աստծո զորությունը կշատանա, սիրելիս։ Եկեք իրականում խոնարհեցնենք մեր գլուխները ու մենք մեզի հարց տանք. ի՞նչն է ինձ կանգնեցնում։ Ի՞նչն է ինձ կանգնեցրել Հորդանանի այս կողմը շատ երկար ժամանակ։ Ինչն է, որ ես արդեն սովորական եմ համարել արդեն Աստվածաշունչ կարդալը։ Գիտեք, ես այն օրն եմ մեր խմբակի մեջ խոսում եմ ու ասում եմ
հիշում եմ էլի, ես ինձ հիշում եմ ու ասում, գիտեք, ես եկեղեցու մեջ եղել եմ այն ժամանակահատվածից, գրի ու թղթի ժամանակահատվածից, երբ որ ես պետք է ունենայի թուղթ, տեդր, թուղթ ասելով տեդր, որը գրիչ պետք է ունենար, երբ գրեի քարոզը գրելուց հետո շաբաթվա մեջ գոնե մի անգամ պետք է ես տեղերը բացեի Աստվածաշնչով, ուսումնասիրեի, լցվեի էլի այդ խոսքով, իսկ հիմա չկա գիրք, կա էլեկտրոնային գիրք, մենք զարգացած ենք, կա YouTube, մենք զարգացած ենք, մենք տանը գնանք կնայենք YouTube-ով քարոզը, չենք գրի, չենք մտքերս պայի, բայց չենք նայում, սիրելիս, գնում ենք տուն, բացում ենք, միացնում ենք YouTube-ը, ուրիշ բան ենք նայում, շատ հետաքրքիր ռիլսեր կան, 10-15 վայրկյանանոց, ու թերթում ենք, եկավ գործի ժամանակը գնացինք գործի։ Այսօրվա մեր այս ժամանակագից քրիստոնեությունը առանց գիրք ու տեդրի, առանց ուսումնասիրելու ինքնաշխատանք անելու մենք մեր վրա, մենք փորձում ենք մնալ քրիստոնյա, հասուն քրիստոնյա, զորավոր քրիստոնյա, հրաշքների ու նշանների քրիստոնյա, սիրելիս մենք Հորդանանի դիմացը կկանգնենք այդպես։ Ես չեմ ասում, որ հաջորդ ծառայությանը տեդր ու գրիչ բերենք, լավ կեղնորդ բերենք, բայց լավ կլինի, որ լսես են քարոզը, որը հենց քեզ համար է, հենց ինձ համար է, լսես են խոսքը, որը երկնքից է, որը կենտանի է, որը պատրաստ է հենց այս պահին քեզի հրելու Հորդանանը դանսնելու համար։ Ամեն։ Բայց ամեն մեկս մենք կարող ենք մեր տեղը որոշում կայացնենք։ Եթե ինձ մնար, ես բոլորիս տեղը որոշում կկայացնեի, ու լավ որոշում։ Բայց ամեն մեկս մենք ենք մեր տեղը որոշում կայացնողը։ Դու չես կարող իմ տեղը որոշում կայացնել, ես չեմ կարող քո տեղը որոշում կայացնեմ։ Ու Աստված չի կայացնում իմ ու քո տեղը որոշում, ասում է, դու այդպես պետք է անես ու վերջ։ Աստված ասում է, դու որոշում կայացրու, ես կորտնեմ։ Դու որոշում կայացրու, ես կորտնեմ քո ժամանակդ։ Դու որոշում կայացրու, ես կորտնեմ քո ֆինանսները։ Ես կորտնեմ քո հնարավորությունը։ Դու որոշում կայացրու։ Ես քեզի կմծնեմ ոտքդ հենց դրեցիր, ջրերը կկանգնին ու կզարմանաս։ Մենակ թե որոշում կայացրու։ Որոշում կայացրու։ Մեր հայերենի մեջ, մենակ հայերենի մեջ կա այդ բառակաբակցությունը, ասեմ կամ այդ խոսույթը տղամարտավարի խոսք, հա? Մենակ հայերենի մեջ կա այդ բանը, տղամարտավարի խոսք։ Տղամարտավարի խոսք տանք Աստծուն, Աստված ջան, ես որոշում կկայացնեմ ու ես կպահեմ իմ որոշումս։ Ես կպահեմ, որ իմ Աստվածս անցած քարոզը լսել եք մեր հովը լավ հզոր քարոզ էր։ Իմ Աստվածս էսիկ չէ։ Իմ Աստվածս կարծիքները չեն, իմ Աստվածս չգիտեմ ինչը չէ, իմ Աստվածս դու ես, որը գրված է, որը ներկայացնում է Աստծո խոսքը։ Ես կհետևեմ քեզի։ Ինչին որ շատ ժամանակ տամ ու ուշադրություն տամ, ինքը կդառնա իմ Տերս։ Ամեն։ Եկեք խոնարհեցնենք մեր գլուխները։ Գանք իրականում երկյուղով, խոնարհությունով Տիրոջ երեսի առաջ, գիտենք, որ նա ամեն բան գիտե։ Իրանից ոչ մի բան չեն կարող թաքցնել։ Մենակ թե կմնա, որ մենք ուղիղ, անկեղծ, պարզ սրտով գանք ու Աստծո հետ զրույց ունենանք, ու Աստծուն խոստովանենք ու խոստանանք։ Որտեղ ենք թուլացել, որտեղ ենք թերացել, որտեղ ենք սխալվել, բայց որտեղից ենք ուզում էլի վերականգնվել։ Ու լսել, թե Աստված ինչ կասե մեզ։ Ու Աստված ցույց կտա անպայմանական։ Ցույց կտա, թե որտեղ ես դու ընկել, որտեղ ես դու թուլացել ու թերացել։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամենակարող ու զորավոր Հայր, Սուրբ Հոգու ձեռով խնդրենք, որ դու այսօր նորոգես են փլատակները Տերի մարկա, որ մեր հոգևոր կյանքի մեջ կան։ Նորոգես Տերի մարկա մեր պարիսպները, Տեր իմ Աստված։ Նորոգես Տերի մարկա մեր հոգևոր կյանքի տերները, Տեր։ Նորոգես ու վերականգնես Տերի մարկա մեր աստվածպաշտության կյանքը, Տեր։ Նորոգես Տերի մարկա մեր հավատքի կյանքը, Տեր իմ Աստված։ Որ վախերը ավելի ու ավելի բարձր չգոռան ու չխոսան մեր կյանքերի մեջ, քանց քո
զորավոր խոսքը Տեր։ Խնդրենք Տերի մարգա, որ դու գիտես մեր սրտերը, դու գիտես մեր միտքը, դու գիտես մեր տկարությունները, օգնես մեր տկարությունների մեջ մեզի Տերի մարգա։ Որ կարողանանք Տեր ամեն մեկս մեր հորդանանը Տեր ցամաքեցնենք Տեր։ Մեր հորդանանի մեջ ոտք տնենք ու գիտենալով որ քեզի հետ ենք Տեր, դու մեզի չես թողա ու չես թողել երբեք Տեր։ Հաստատում ես Տեր մեր ոտքերը, մեր սրունքները Տեր, այն ամուր քարերի վրա, այն ամուր վստահության վրա, այն ամուր ապացույցների վրա, որը հետագայում մեր սերունդների համար օգնություն կլինի Տեր, որը մեր սերունդների համար հաստատություն կլինի Տեր, մեր կյանքը, մեր ապրածը, մեր ասված պաշտությունը Տեր, զորացրա մեզի Տեր, հեռու պահե չարից ու չարի ծրագրերից Տեր իմ Աստված, երևացող եւ աներևույթ սատանայի գործերից Տեր իմ Աստված, եւ դու ամենակարող Աստված, անսահման Աստված, քո անսահմանափակ զորությունով Տեր իմ Աստված օգնես մեզի Տեր հաստատվենք ու վերականգնվենք Տեր իմ արքա առանց ինչ որ հաշվարկների Տեր իմ Աստված հետևենք քեզի Տեր որտեղ որ ղովտեր կլինեն որ կհետևեն մեզի Տեր իմ Աստված որովհետև մենք քո հետևից ենք գալիս որտեղ որ Տեր իմ արքա մենք կունենանք Տիմոթեոսները որոնք որ Տեր իմ Աստված կտեսնեն ամեն մեկիս հավատքը ամեն մեկիս ջանքը ամեն մեկիս զորությունը որ քեզանից է Տեր եւ կհետևեն Տեր իմ արքա եւ չենք են փայլպլում բաներով տարվում որ դու ես մեզի համար ամենակարևորն ու գլխավորը Տեր եւ մենք կհետևենք քեզի Տեր եւ մենք կսիրենք քեզի Տեր այն առաջի սիրով Տեր իմ արքա որը թողել ենք Տեր իմ Աստված օգնիր Տեր իմ արքա որ այդ հորդանանները ճեղքվեն օգնիր որ Տեր իմ արքա այդ Քանանի երկիրը ժառանգենք օգնիր որ Տեր իմ Աստված մենք մեր հավատքի մեջ Տեր ունենանք հզոր վկայություններ Տեր իմ Աստված հրաշքներ ու նշաններ Տեր չնայենք Տեր իմ արքա Հայրոսի նման ու չնայենք Տեր իմ արքա այն արյունասող կնոջ նման Տեր ոչ մի կարծիքի ու ոչ մի մարդկանց խոսույթին Տեր իմ արքա այլ նայենք քեզի Տեր այլ նայենք քեզի Տեր իմ Աստված, որովհետև ամենը կանցնի, ամեն կարծիքներ կփոշիանան, ամեն կարծիքներ կփոխվեն, ամեն կարծիքներ հագարակ կդառնան, բայց քո կարծիքը ամենակարևորն է մեզի համար, որ այսօր մենք ուզում ենք, որ քո կարծիքը մեզի համար լինի բարի եւ հավատարիմ ծառա մտի քո հոր խոստումի մեջ մտի քո հոր խնջույքի մեջ այո Տեր իմ արքա մենք ուզում ենք որ մեր համար քո կարծիքը այդ լինի մենակ եւ օգնիր Տեր որ մենք ամեն մեկս կարողանանք դուրս գալ ամեն անապատներից ամեն նեղություններից ու դժվարություններից քո միջամտությամբ Տեր քո ներգործությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ մենք հաստատ վստահ ենք Տեր որ դու մեզի երբեք չես թողել եւ չես թողնում որովհետեւ Տեր իմ արքա դու մեզի համար թանկ անգին գին ես վճարել ու ոչ մի բան չես խնայել ու չես է խնայելու Տեր իմ Աստված ողջ փառքը քոնն ամենակարող զորած Աստված եւ մենք ասում ենք սիրում ենք քեզ մեր ողջ սրտով եւ զորությունով եւ կարողությունով եւ մեր գործերով Հիսուս Քրիստոսի անունից խնդրեցինք ամեն